Փառք մեր Տիրոջը, որովհետև նա արժանի է ընդունելու փառքը, պատիվը, երկրպագությունը, եւ սա ուղղակի բառեր չեն, նա արժանի է ընդունելու փառքը, պատիվը, երկրպագությունը, ամեն։ Դու ուրախ ես, որ այսօր եկեղեցում ես, սրանից լավ տեղ, որտեղ է Տերը օրհնի ձեզ շատ, նստեք Տիրոջ խաղաղության մեջ, շնորհակալություն մեր փառաբանության թիմին, մենք մի կարճ ժամանակով բացակայել ենք մեր երկրից, Տիրոջ օրհնության եւ մարդկանց Աստծուն լսելու եւ մեր երեխաների աղոթքի բոլոր sense իրար հետ խառնվել, մենք կարճ ժամանակով գնացել ենք եւ հանգստանում ենք, շատ լավ էր մեզ համար, լավ հանգստացանք փառք Տիրոջը։ Այդ հանգստի ընթացքում ծնվել է մի քարոզ, կքարոզեմ դա, բայց ոչ այսօր։ Գիտես այսօր առավոտից փնտրում եմ, ես գիտեի ինչ էի խոսալու, բայց առավոտից ման էի գալիս, որ ինչպիսի խոսք դնենք եւ ինչպիսի վերնագիր եւ աղոթքի ընթացքում ծնվեց իմ քարոզի վերնագիրը։ Հավատքի երկու ոտքերը։ Հավատքը պիտի շարժվի։ Եվ հավատքը ունի ոտքեր։ Գիտես բոլորս գիտենք, որ հավատքի երկու ոտքերը դա աղոթքը եւ խոսքն են։ Ոչ մեկի համար դա անակնկալ չի, եթե ասեն խոսքը դա քո հավատքը ավելացնում է։ Բայց ժամանակ է գալիս, որ մեր հավատքի ոտները թուլանում են։ Կամ միգուցե ծնկում, կամ միգուցե չեն աշխատում։ Գիտես հավատքը պիտի շարժվի, համաձայն եք սրա հետ։ Եվ հավատքը պիտի ունենա ոտքեր։ Հիմա պատկերացրեք ես մեկ ոտքով ինչ որ բան անեմ։ Դե ես մենակ խոսքի մարդ եմ, ես չեմ կարող աղոթեմ, ասենց կամ մյուս ոտի վրա։ Ես մենակ աղոթում եմ, ես չեմ ուզում կարդամ, հավատքը շարժվելու համար պիտի երկու ոտք ունենա։ 1, 2։ Դա խոսքի եւ աղոթքի կյանքն է։ Այսօր խոսալու եմ Աստծո խոսքի մասին եւ մյուս ծառայությանը խոսելու եմ աղոթքի մասին։ Դա հավատքի երկու ոտքերն են։ Դա հավատքի ողնաշարն է։ Եթե քո հավատքը ինչ որտեղ թուլացել է, ընկել է կամ կաղում ես, ուրեմն ուշադրություն դարձրու քո խոսքի ընթերցելուն, քարոզները միգուցե լսելուն եւ աղոթքի կյանքին։ Եթե դու դրանք թուլացրիր, հավատա, որ դու հավատքի մեջ կաղելու ես։ Ու ես ուզեմ դու քո ուշադրությունը ամբողջ ընթացքում դարձնես, ինչպես է մարդը քայլում։ Այդ քայլելը թող քո աչքի առաջից չգնա։ Դա հավատքի քայլելը։ Գիտես մարդիկ գիտեմ, երբ որ նրանց մասին վկայում են, որ այդ մարդիկ շատ Աստծո կերակով լցված հավատացյալներ են եղել։ Վկայում են նրանց մասին, ասում են, երբ որ ինքը գալիս էր այդ գյուղ քարոզելու, ամբողջ այդ հայտնություններով լցված, ասենց շարքեր էր, որ այդ մարդու մասին պատմեն։ Բայց հիմա այս մարդը, որի մասին որ պատմում են, մի ձեռքին կներեք գարեջուրն է, մյուս ձեռքին սիգարետը, եւ ինքն ասում է, որ Հիսուս իրան տենցել ընդունում է։ Գիտես, զարմանում ես այն կերակոտ մարդը, որը որ գնում էր Աստծո գործի մեջ։ Ինչքան էլ կերակոտ լինես, եթե դու չհետևես քո աղոթքի եւ խոսքի կյանքին, դու օրերից մի օր կթուլանաս։ Աղոթքի եւ խոսքի կյանքը դա այն չափանիշներն է, որ քեզ անդադար ստուգես։ Դու ինքդ գիտես երբ ես թուլանում, դու ինքդ գիտես ինչքան ես կարդում եւ ոնց ես կարդում, հայտնությունով թե ուղակի կարդում ես, որ ասես, այսօր էլ կարդացի, որ հարցնեն, ասեմ կարդացել եմ, կամ չհարցնեն ինչ որտեղ գլուխս գովամ, ես այսօր մի էջ կարդացել եմ, բայց բան չեմ հասկացել։ Գիտես Աստծո խոսքը պիտի ուսումնասիրես։ Աստծո խոսքը պիտի ճզմես, նրա մեջ այնքան նյութ կա, ամեն մի բառի մեջ, ստորակետի մեջ նյութ կա։ Դու երբ որ Աստծո խոսքը սկսում ես ուշադրությունով հետևել, ուշադրությունով կարդալ, բազում հայտնություններ են գալիս։ Եվ արթնության բանալին դա Աստծո խոսքի մեջ մխրճվելն է։ Հիշիր քո աստվածաշնչյան ընթերցանության հին օրինակներին, այն որ ժամերով սենյակ էիր մտնում ու անդադար կարդում էիր։ Բայց հիմա բան է փոխվել։ Չգիտեմ, ինտերնետը վերցրել է քո եւ քո Աստծո հարաբերությունը, կամ միգուցե քո ժամանակի սխալ տնօրինումը։ Իմացի հավատքի այդ երկու ոտքը, որը որ մեկը մեկից շատ կարևոր են, դա խոսքի եւ աղոթքի կյանքն է մեր կյանքում։ Որ մեր Տեր Հիսուսը անում էր
եւ մեզ էլ հանձնարարեց, որ անենք։ Ամեն։ Կուզեմ առաջի տեղը կարդամ, որը գրված է առաջի Տիմոթեոս 2-րդ գլուխ 4-րդ խոսքից, որ կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն եւ ճշմարտությունը ճանաչմանը հասնեն։ Մի ուրիշ թարգմանության մեջ գրված է, որ ամեն մարդ փրկվի եւ ճշմարտության գիտությանը, ճշմարտության ճանաչելուն, գիտենալուն, քանի որ կա մեկ Աստված եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդու միջև Քրիստոս Հիսուս մարդը, որ Աստված կամենում է, որ ամեն մարդ փրկվի եւ ինչ անի։ Ճշմարտության գիտությանը, ճշմարտության ճանաչելությանը հասնի։ Ինչպես կարաս դու ճշմարտությունը ճանաչես, եթե խոսքը չկարդաս։ Ինչպես կարաս դու ճշմարտությունը, որը Տեր Հիսուս Քրիստոսն է, դու նրան ճանաչելությանը հասնես, եթե չկարդաս նրան։ Պատկերացրու մի տարեց մարդ է մահացել ձեր հարազատներից, ձեր հրող պորտղեն ժառանգ չի ունեցել եւ քեզ $1 միլիոն ուղակի ժառանգելա քո վրա։ Ու երբ որ գնացել ես այդ ժառանգությունը ընդունել ես, ժառանգության հետ տվել են նրա դնևնիկը, օրագիրը։ Ասել են ինքը իր ամբողջ կյանքի տարիները ստեղ գրել է։ Դու պատկերացրու, դու այդ մարդուն չես ճանաչել, գիտես որ ձեր հրողբերն է։ Քեզ հետաքրքրություն առաջացնում, ճանաչես նրան։ Եթե դու չկարդաս այդ օրագիրը, որը որ գրված է, դու ինչպես կարաս ճանաչես այդ մարդուն։ Դու ուղղակի կունենաս թերի ճանաչելություն։ Աստծո խոսքը ամբողջովին քեզ ճանաչացնում է Աստծո մասին, թեկուզ նրա ամբողջ ընթերցանելուց դու մեկա գնալու ես զարմանաս քո ճանաչած Աստծուն։ Որտեվ երբ որ Հովհաննես առաքյալը հանդիպեց Հիսուսին, այդքան որ ճանաչում էր, 3.5 տարի քայլել էր նրա հետ, բայց ինքը փռվեց գետնին։ Ինքը հասկացավ, որ չի ճանաչում Հիսուսին։ Գիտես, մեր ճանաչելության վրա, որ մենք կանգնեցինք, գիտես, մի օր էլ Աստված է քեզ ասելուն։ Դեմքը ծանոթ է, բայց չհիշեցի։ Մենք չպիտի ճանաչելության մեջ կանգնենք։ Ճանաչելությունը միշտ էլ իմացի, քեզանից է կախված, դու Աստծուն ինչպես ես ճանաչում։ Օրինակ դու մի օր ճանաչում ես Աստծուն, որ Աստված քո բժիշկն էր, մի օր ճանաչում ես, որ Աստված քո մատակարարն էր, մի օր ճանաչում ես, որ Աստված ամենազոր էր, ամենակալ էր։ Դու պատկերացրու այն քերոբենները, որոնք որ ծածկում են իրենց դեմքը, որ Աստծո փառքը անդադար տեսնում են, երբ որ ծածկում են եւ բացում, ասում են Սուրբ է զորած Տերը, Սուրբ է զորած Տերը։ Գիտես, նրանք զարմանում են Աստծո սրբության ուրիշ աստիճանի վրա, ու դա անդադար էր։ Գիտես, երբ որ եկեղեցում մի մարդ մեծ քայլ անում եւ իր կյանքը սրբության մեջ փոխվում, ամբողջ եկեղեցին տեսնում է, որ այս մարդը փոխվեց իր կյանքը, ինքը սրբության մեջ քայլ արավ, բայց Աստծո մոտ անդադար սրբության այդ զարմանալի տեսակետն է, զարմանալի, որ զարմանում են մարդիկ։ Ու գիտես, որ շատ ժամանակ մենք կանգնում ենք այս սրբության process-ի մեջ։ Շատ ժամանակ մենք կանգնում ենք այդ սրբության ընթացքի մեջ։ Ու գիտես, սրբությունը դա մեր գործն է, որ մենք պիտի չկանգնենք դրա մեջ։ Եվ ինչ ասում, Աստված կամենում է, որ ամեն մարդ ճշմարտության գիտությանը գա։ Բայց եթե մարդը կանգնացրել է իր կյանքում ճշմարտությունը ճանաչելը եւ գիտությունը հեռացրել իրանից, եւ ինքը արդեն գնում է իր մտածածով, մտածելակերպով, ինչու՞ չէ նաեւ ընկերների հետ, ինչու՞ չէ նաեւ, չգիտեմ, հարազատներին է ժամանակ տալիս ավելի շատ, աշխատանքին, ուր կհասնի այս մարդը, կճանաչի իր Տիրոջը։ Քո ընթացքը, քո այս ընթացքի մեջ, որը որ հիմա է, մեզ պետք է ավելի շատ ճանաչել Աստծուն, որտեղ երբ որ դու ճանաչում ես Աստծուն, քո երկրպագությունը փոխվում է Աստծո հանդեպ։ Երբ որ դու ճանաչում ես Աստծուն, քո մտածելակերպը փոխվում է Աստծուն։ Երբ որ դու ճանաչում ես Աստծուն, ու դու չես կարող տեղ հասնես, դու անդադար ճանաչելու ես Աստծուն։ Դու այդ ճանաչելության մեջ չկանգնես։ Գիտես, այստեղ մարդիկ կա, ես գիտեմ մենակ իրանց անունը։ Դա այն պատճառով, որ մենք չենք շփվում։ Մարդիկ կա, ես ավելի շատ բան գիտեմ նրա բնավորություններից։ Մարդիկ կա, որ ավելի շատ գիտեմ, որտեղ իմ ընտանիքի անդամներն են։ Ճանաչելությունը քեզ բերելու է հավատքի նոր աստիճանի վրա, որ դու ճանաչելով Տիրոջը
Այդ ճանաչելության մակարդակի վրա քո մոտ հայտնությունները ուրիշ ձևացանվելու, դու հասկանալու ես ով ամենակալ Աստվածը, դու վերապրելու ես Աստծո ներկայությունը, ու երբ որ ճանաչելությունը կանգնում է քո կյանքում, դու կանգնում ես միտեղ, որտեղ որ ճանաչել ես, այլ ճանաչելությունը չի փոխվում, դու մնում ես շատ այդ բան վիճակի մեջ, որ այդքան գիտեմ։ Հիմա պատկերացրու, մեր երեխաները մեզ ճանաչում են որպես, կամ ես իմ ծնողների ժամանակին ճանաչել եմ որպես խիստ պապա։ Մաման էս խիստ է, պապան խիստ է, բայց երբ որ արդեն դու ծնող ես դառնում եւ առավել եւս կորցնում ես ծնողների, դու հասկանում ես, որ մաման խիստ չէր, պապան խիստ չէր, շատ էր սիրում ինձ։ Բայց գիտես, ես անվախտ այդ ձև էի ճանաչում, որ իմ ծնողները շատ խիստ են։ Բայց երբ որ դու գալիս ես արդեն ինքդ ես այդ ճանաչողության մեջ բարձրանում, հասկանում ես, որ ծնողներդ քեզ շատ էին սիրում։ Ու չկար տենց մի սեր, որ կարար այդ սիրուն բացի Աստծո սիրուց, որ հասնի այդ ծնող երեխա սիրուն, որտեվ այդ սերը իրականում մի ուրիշ կուր սեր է։ Մաման տղուն սիրում է կուրորեն։ Դրա այդ սիրո հանդեպ ոչ մի չի կանգնի։ Բայց ժամանակ կար, ես այդ ձև չէի ճանաչում։ Ես գիտեի, թե իմ մաման, իմ պապան, իմ թշնամիներն են, որտեվ անդադար ասում են չի կարելի։ Ես էլ ուզում եի շատ բաներ անեմ։ Երբ դու ճանաչում ես Աստծուն, դու հասկանում ես ով Աստված։ Գիտես, ժամանակ մենք գնացել ենք մեր ծնողներից բան ենք խնդրել։ Ինչ որ բան ենք ուզել անենք։ Երբ որ երիտասարդ աղջիկ ես եղել, ուզացել ես գնաս ընկերուհիների հետ մի գիշեր քնես, այնտեղ առանձին էլի բան իրանց տունը։ Եվ ընկերուհիդ եթե մի քիչ վարքից կամ ինչ որ մի բան ալել, մայրիկն ասել է ոչ։ Երբ որ մայրիկը քեզ ոչ ասել, դու մի անգամից ասել ես իմ մաման լավը չի, իմ մաման խիային չի ասում, չէ՞։ Գիտես, Աստված էլ է ժամանակ առ ժամանակ մեզ ասում ոչ։ Ու դա պատասխանը Աստծուց, ու դա ելնում է նրա սիրուց։ Ոչ պատասխանը դա բան չի, քեզ չի գցում։ Ոչ պատասխանը դա էլ է պատասխան, ինչպես այոն, եւ դա դուրս է գալի Աստծո սիրուց քո հանդեպ։ Եվ ինքը քեզ որ ասում է ոչ, ուրեմն քեզ սիրում է, որ դա քեզ պետք չէր։ Ու երբ որ մի բան ես ուզում Աստծուց ու չի լինում, եւ Աստված ասում է ոչ, մի խառնվի, եթե Աստվածը ոչ ասում, որտեվ սատանան կարա թե խանգարի։ Եթե Աստված ասում է ոչ, մի խառնվի։ Ամեն։ Մենք տեսնում ենք, որ Աստված ուզում է, որ ամեն մարդ, երբ որ ապաշխարի ճշմարտության, գիտությանը գա, եւ ստեղ չի կարա կանգնի ինչ որ մի բան։ Այս գիտության անդադար պիտի մարդը գա։ Կուզենամ կարդանք Ովսե մարգարեություն 4-րդ գլուխ առաջի խոսքից։ Լսիր Տիրոջ խոսքը, ով Իսրայելի որդիներ։ Մենք գիտենք, որ Իսրայելի որդիները դա Աստծո ժողովուրդն են, Աստծո որդիներն են, եւ մենք մտնելով Աստծո որդիության մեջ, մենք արդեն ժառանգներ ենք Աստծո, չէ՞։ Հավատում ես սրան, որ դու Աստծո որդի ես։ Ասում է լսիր Աստծո որդիներ, սա մեզ է ասում։ Սա աշխարհի մարդկանց չի ասում։ Լսիր Տիրոջ խոսքը, ով Աստծո որդիներ, որովհետև Տերը վեճ ունի երկրի բնակիչների հետ։ Տերը հակառակ է երկրի բնակիչների հետ։ Տերը վեճ ունի երկրի բնակիչների հետ։ Ինչն է պատճառը Տիրոջ վեճի, որ Տերը մեզ հետ հակառակ է, վեճ ունի, դրան պատճառ ունի, որովհետև երկրի մեջ ճշմարտություն չկա։ Մենք գիտենք ով է ճշմարտությունը։ Հիսուսն ասավ ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը, եւ Տերն ասում է երկրի մեջ ճշմարտություն չկա, որով ողորմություն չկա։ Երկրի մեջ Հայաստանում ճշմարտությունը քիչ է, ողորմությունը քիչ է։ Տերը վեճ ունի երկրի բնակիչների հետ եւ ասում է երկրի մեջ ողորմություն չկա եւ Աստծո գիտություն չկա եւ Աստծո խոսքը, Աստծո ճանաչելություն չկա եւ Տերը վեճ ունի, որովհետեւ այս մարդիկ իրանց ուզած ձևով են անում։ Բա ինչպես պիտի լինի եկեղեցին նախ եւ առաջ ինքը պիտի լցվի խոսքով, վառվի խոսքով եւ վառվելուց հետո նոր կարող է ինչ որտեղ էլ ինքը վառի։ Իսկ եթե եկեղեցին Աստծո ճանաչելության մեջ կանգնել է, Աստծո խոսքը ընթերցանելու մեջ կանգնել է, Տերը վեճ ունի այդ մարդու հետ։ Երբ որ ինքը կանգնում է Աստծո խոսքը ճանաչելու մեջ, երբ որ ինքը կանգնում է Աստծո խոսքը ճանաչելու մեջ, իր մոտ ողորմությունն էլ է կանգնելու, իր մոտ ճշմարտության ճանաչելն էլ է կանգնելու եւ Տերը վեճ ունի այդ մարդու հետ, ով որ գիտությունը կանգնեցնում է։
Եվ չի ուզում իր տիրոջը ավելի ճանաչի։ Եվ ասում է լսիր Իսրայել, Տերը վեճ ունի քեզ հետ։ Ու դրանից հետո մյուս խոսքը, որ 6-րդ գլխումն ասում է, իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չունենալու պատճառով։ Գիտես չի ասում աշխարհի ժողովուրդը բնաջինջ եղավ, ասում է իմ ժողովուրդը, նույնպես վերաբերվում է իր ժողովրդին։ Ինչ եղավ իր ժողովուրդը, բնաջինջ եղավ։ Գիտես ես այս քարոզի անուն ուզում եմ դնեմ ցեղասպանություն, որ շատ ժամանակ մենք ցեղասպանություն ենք անում, չճանաչելով Աստծո խոսքը։ Մենք ինքներս մեր ազնիվ ցեղը, մեր քրիստոնյա ցեղը մենք ինքներս սպանում ենք, որովհետև մենք բնաջինջ եղավ, գիտություն չունի, կանգնեցնելով գիտությունը դու ցեղասպանություն ես անում, կանգնեցնելով գիտությունը, Աստծո խոսքի գիտությունը, երբ որ դու կանգնեցնում ես, դու ցեղասպանություն ես անում Քրիստոսին քո մեջ ավելի աճելու։ Եվ ինչ է ասում, իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չունենալու պատճառով, որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Այն մարդը, ով մերժում է Տիրոջ գիտությունը, ով մերժում է ավելի գիտենալը, ավելի Աստծո խոսքը կարդալը, Տերն ասում է, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Բայց Աստծո խոսքը ասում է, որ մենք կանչված ենք թագավորական քահանաներ, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, մենք Տիրոջ սեփականությունն ենք, մենք Տիրոջ քահանայությունն ենք, բայց եթե դու գիտությունը մերժեցիր, Աստված էլ քեզ ամարժելու իր քահանայությունից։ Այն մարդիկ, ովքեր որ կարողացան դնել Աստծո խոսքի մեջ, Աստված քեզ բարձրացնելու է ծառայության եւ քահանայության մեջ։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Գիտես այնքան հետաքրքիր է նույն խոսքի վերջը ինչ է ասում, եւ քանի որ դու մոռացար Աստծո օրենքը, ես էլ քո որդիներին եմ մոռանալու։ Ուրեմն, երբ որ ես Աստծո խոսքը կարդում եմ, ես ճանաչում եմ Աստված իմ որդիներին հիշում է։ Երբ որ ես կանգնեցնում եմ Աստծո խոսքի կարդալը, Աստված ասում է, երբ որ դու գիտությունը կանգնեցրիր, դու չես կարդում Աստծո խոսքը, ես էլ քո որդիներին եմ մոռանալու։ Ու այդ ամբողջը Աստծուն ճանաչելության մեջ, Աստծո գիտության մեջ, երբ որ դու Աստվածաշունչը բացում ես ու մտածում ես քո որդին դեռ չի ապաշխարել, քո որդին դեռ ուրիշ տեղը հավատա Աստված, երբ որ դու ուզում ես իրան գիտենաս, ճանաչես, Աստված հիշելու է քո որդիներին։ Աստված հիշելու է քո որդիների ընթացքը եւ դու պիտի հասկանաս, երբ որ դու կանգնեցնում ես Աստծո խոսքի գիտենալը, ճանաչելը, դու կանգնեցնում ես քո սերնդների մեջ Աստծո խոսքի տարածումը, Աստծո ապաշխարությունը։ Գիտես, ես մարդ եմ, որ իմ տատիկը ծնվել է 50-ական եկեղեցու։ Ու նրա ամբողջ սերունդի մեջ ես հավատք եմ տեսնում։ Մի մարդ հավատաց Աստծուն եւ իր սերունդների մեջ Աստված չկանգնեցրեց։ Աստված չկանգնեցրեց այդ ճանաչելությունը, որ մենք էլ ճանաչենք մեր Աստծուն։ Դրա համար սիրելի եկեղեցի, ուղղակի ես այս վերջի ժամանակում շատ եմ խոսում ու միգուցե մարդիկ թվա թե ես ուրիշ բան չունեմ խոսալու, կարդա Աստծո խոսքը, կարդա հոգևոր գրականություն, կարդա ավելին, ավելի տեղ միշտ էլ կա։ Դու միշտ էլ մի գոհացի քո աստվածաշնչյան ընթերցողության քանակից։ Փոխիր այդ քանակը, բարձացու, որ Աստված ուզում է, որ դու այն ոտքը, որը որ խոսքի ոտքն է, ամուր լինի, չգլորվի։ Մենք մի հատ բան ունենք, նկար ունենք, կարանք դնենք։ Գիտես, շատ ժամանակ մենք տեսնում ենք, որ ինչպես են մարդիկ, օրինակ, երբ որ պատերազմի դաշտում են կամ ինչ որ մի ոտքից կաղուն ենք, չէ՞ տենց նկար, հա։ Ինչ-ինչ պատճառներով Սկազնուլսը, աշնուլսը, գիպս, ոնց էր այդ բանը, չէ՞, բրիլյանտովի ռուկայը։ Ինչ է լավ, ինչ որ պատահար է եղել եւ ինքը չի կարողանում քայլի։ Եթե վերցնենք հավատք ունի երկու ոտք, եւ այս ոտքերից մեկը խոսքի ոտքն է, եւ ինչ-ինչ պատճառներով ինքը անկարող է քայլել։ Ինքը չի կարողանում քայլել։ Հիմա պատկերացրու, եթե նայում ես դու քո աստվածաշնչյան ընթերցանողությանը եւ հասկանում ես այն ոտքը, որը որ հավատքի ոտքն է, ինչ որ ձև վնասված է, կաղա, գիտես կա նաեւ գանգրենա, որ ոտքն են կտրում, ամպուտացիա են անում։ Թող քո մոտ չգնա այդ ոտքի բարդացման ընթացքը։ Թող քո ոտքը շուտ ապակինվի, շուտ գիպսը հանեն եւ դու սկսես ավելի ոչ թե քայլես, այլ վազես։ Նայի քո Աստծո խոսքի
ճանաչողությանը եւ գիտությանը, ինչքան ես կարդում Աստծո խոսքը, ինչքան ես կարդում հոգեվոր գրականություն, ինչքան ես կարդում դու դրանով երևալու է քո քայլելու աստիճանը, դու հաշմանդամ ես, թե ոտներդ եղնիկի նման արել Տերը դու էլ վազում ես։ Դու պիտի հասկանաս, որ Տերը վեճ ունի այն մարդու հետ, որ ինքը չի կարդում Աստծո խոսքը։ Տերը վեճ ունի այդ մարդու հետ։ Մենք չլինենք մարդիկ, որ Տիրոջ համար հակառակություն կլի այս երկիրը, որտեղ այս երկիրը ձեր պատճառով կար Աստված օրհնի այս քաղաքը, հավատքի մարդկանց պատճառով։ Ամեն։ Ու եթե քո մոտ այս վիճակն է, կխնդրեմ ուշադրություն դարձնես քո խոսքի ընթերցանությանը։ Գիտես, ես հավատքը, երբ որ դու խոսում ես սրա մասին, Ռիկ Ջոները մի հատ լավ գիրք ունի Վերջին արշավը, որտեղ խոսում է նրա մասին, որ մարդիկ բարձրանում էին հավատքի լեռը, որ Աստծո լեռն էր։ Գիտես, մենք մեր ամբողջ հավատքի ընթացքում լեռ ենք բարձրանում։ Ուղիղ հարթավայր չի։ Այս լեռը մենք միշտ բարձրանում ենք, որ մոտենանք Աստծուն։ Եթե հարթավայր լինի, այնքան հեշտ է, հեծանիվով կգնանք։ Բայց որ հարթավայր չի, լեռնային գոտի է։ Մենք Տավուշի մարզի ժողովուրդը լավ գիտեն, չէ՞, լեռնային գոտում բարձրանալ ինչպես է։ Բարձրանալուց կարող է մի հատ սինդրիկ տենաս, սոկոն տենաս այդ ընթացքում հավաքելով բարձրանաս, չէ՞։ Բայց մենք պիտի գիտակցենք, որ այդ լեռը բարձրանալու համար մեզ պետք է ոտքեր։ Դու չես կարա, դու կարաս բանել գնաս, լեռնագնացներ կա, որ մարդիկ հաշմանդամ են, ձեռքերի վրա բարձրացել են, բայց ավելի արագ եւ հարմարավետ կլինի, որ քո հավատքի լեռը բարձրանալուց դու ունենաս քո երկու ոտքերը, որը որ աղոթքն է եւ խոսք։ Սատանան ամեն ինչ կանի, քեզ թմրացնի։ Եթե ասում ես «Էլ Աստծուն չեմ զգում», «Էլ այն ձև չեմ», «Էլ ջերմ չեմ», «Էլ ինչ որ բան իմ կյանքում այն չի», իմացի քո հավատքի ոտքերից մեկը կամ երկուսը կաղել է։ Էլ այն ձև չեմ նշանակում է իմ հավատքի կյանքի մեջ, իմ հավատքի ընթերցանության մեջ, իմ Աստծո ճանաչելության, Աստծո հետ շփվելու մեջ ես դիետա եմ մտցրել։ Կարդում եմ Աստծո խոսքը, մի քիչ, որ չչաղանամ։ Գիտես, այս ձև մի հատ հիվանդություն կա, կուզեմ ճիշտ արտասանեմ, բան այդ խոսքը ճիշտ ասեմ, այդ հիվանդության անունն է անորեքսիա։ Ինչ է անում ինքը։ Երբ որ մարդը չի վախ է ունենում, որ կչաղանա։ Նայտես, ինքը դիվային վախ է։ Մարդը վախ ունի, որ կչաղանա, եւ սկսում է քիչ ուտել։ Քիչ ուտելու արդյունքում նրա մարմինը ամբողջովին հյուծվում է։ Մենք տենց մի հատ նկարել ենք, կարանք դնենք։ Այս մարդը ունեցել է այդ անորեքսիան, որ ժամանակին լավ չաղալ էր, ունեցել է վախ, ինքը կամած հյուծվել է։ Գիտես, երբ որ դու չես կարդում Աստծո խոսքը, դու հյուծվում ես կամած, քո ախորժակը փակվում է։ Գիտես, նայես այն աշխատանքը, որը որ դու զբաղվում ես, երբ որ մի ամիս գնում ես քո աշխատանքից, ինչով որ զբաղվում ես արձակուրդ, դու էլ չես ուզում դա անես։ Դու պիտի մեկ էլ հետ գնաս, որ անես։ Նույն ձև դու, երբ որ աշխատանքի մեջ ես եղել, ասում ես, «Օրես ո՞նց էի աշխատում, ամեն առավոտ հելնում, հիմա գործի չեմ գնում, տունը, բայց ո՞նց էի այդքան անում, բայց մեկ էլ պիտի հետ վարժվես։ Երբ որ նոր աշխատանքի ընդունվես, մեկ էլ պիտի հետ վարժվես»։ Երբ որ մենք չենք կարդում Աստծո խոսքը, մեզ մոտ գալիս է մեր հոգու վիճակը դառնում է հոլոկոստի ենթարկված հրեա։ Այնքան է նիհարում, այնքան է մաշվում, այնքան է հյուծվում։ Ու հենց իմացի, որ պատճառներից մեկը, որ մեր ախորժակը փակվել է, դա մենք պիտի գիտակցենք, որ պիտի սկսենք ուտել Աստծո խոսքը։ Մենք պիտի ստաբիլիզացնենք մեր բանը, Աստծո խոսքը կարդալը, բերենք կարգ ու կանոն, ստիպելով էլ լինի դու պիտի սկսես Աստծո խոսքը կարդալ, միջև որ ավելի կճանաչես, ավելի կբացվի ախորժակդ, կսկսես ավելի սնվել։ Բայց երբ որ դու կանգնեցնում ես Աստծո խոսքի ընթերցանությունը, ժամանակի ընթացքում դու ասելու ես, «Էլ չեմ ուզում կարդամ, էլ չեմ ուզում սնվեմ, էլ մի ձևի թուլացել եմ հավատքի մեջ, ինձ չգիտեմ ինչա պետք է որ ես ակտիվանամ»։ Լսի դա, քո ախորժակը դու ես, քո կերակուրը կտրելով դու հասել ես հոգևոր այն վիճակին։ Բայց երբ որ դու բացում ես Աստծո խոսքի ընթերցանելը, բացում ես որ կարդաս, որ լսես Աստծո խոսքը, դու սկսելու ես նորից քաշ հավաքել,
Սկսել գործողություններ անել։ Գիտես, այն մարդը էլ չի կարա գործողություն անի։ Ինքը իրանա զոռոպահում, որ չընկնի։ Ինքը չի կարա ինչ-որ բան անի։ Ու երբ որ մարդը հոգևոր վիճակը դառնում է այն ձև նիհարած, ինքը չի կարում ոչ մի բան անի։ Ինքը չի ուզում ոչ մի բան անի։ Ինքը ուղղակի իրանա պահում, որ չընկնի։ Բայց երբ որ մարդը ժիր, լցված, վիտամիններով, կերակուրներով, տարբեր տեսակի չէ, ինքը ամեն ինչ կանի։ Կարա էլ անի, ընդունակ կլինի անելու։ Դրա համար շատ ժամանակ մենք ենք մեկ ախորժակը փակելով, մենք մեզ բերում ենք այս վիճակի հասցնում։ Երբ որ քո երեխան 2 օր հաց չուտի, կան հանգստանաս, կտանես բժշկի։ Բա որ դու մի ամիսը ոչ մի բան չես ուտում, ո՞նց ես մտածում քո տերը, քո հայրը չի անհանգստանում քո մասին։ Չի ասում ես ինչ այլ երեխուս, ախորժակը փակվել է։ Ու տարբեր միջոցներով ամեն ինչ անում, որ Աստծո խոսքը քեզ հասնի ու քո ականջները փակվում ու չի հասնում։ Ու դու այդ ժամանակը չես տալ իր հետ շփվելու։ Ուղղակի իմացի հավատքի մեկ ոտքը, որը որ շատ կարևոր է, դա Աստծո խոսքի ընթերցանության ոտքն է։ Ամրացրու այդ ոտքը, եթե թուլացել է։ Եթե այդ ոտքը չկա ընդհանրապես, չես էլ կարդում, ժամանակ չունես, դու շատ զբաղված ես, այդ ոտքը հենց արա լինի։ Եթե չեղավ դու մի ոտով չես կարալ ուտեղ հասնես։ Իմաստ այն չի եկեղեցի գալի, որ քո համար թեթևություն է։ Դու իմացի Սուրբ Հոգին մտածում է քո փրկության մասին, ոչ թե քո թեթևության մասին։ Սուրբ Հոգու նպատակն է, որ քեզ Քրիստոսի հավիտենության թագավորության մեջ հասցնի։ Ոչ թե որ դու գաս թեթևանաս գնաս, այլ որ դու հասնես փրկությանը։ Իսկ փրկության համար դու պիտի կարդաս Աստծո խոսքը։ Մենք 2 տեղ կարդացինք, որտեղ խոսում է, որ Տերը վեճ ունի այն մարդկանց հետ, ովքեր Աստծո խոսքը մերժում են, գիտությունը մերժում են, եւ իր ժողովուրդը բնաջինջ է լինում, երբ որ մենք ենք մերժում Աստծո խոսքը, եւ մեր որդիներին էլ է մերժում, մեր սերունդներին էլ է մերժում, երբ որ մենք ենք մերժում Աստծո խոսքը։ Գիտես, եթե դու հասկանաս մի վարքանում Աստծո խոսքի արժեքը, այդ արժե համակարգի վրա դնես Աստծո խոսքը, մարդիկ տարիներով երազել են, որ ունենան Աստվածաշունչ։ Դու այսօր 6 թարգմանությունով ունես Աստվածաշունչ, 7 թարգմանությունով հեռախոսում, բայց քո համար դառել է սովորական, որտեղ դե շատ ունես։ Ես կուզենամ մյուս տեղը կարդամ, որը գրված է առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ 13-րդ խոսքից։ Պողոս առաքյալը հանձնարարություն է տալի Տիմոթեոսին, բոլորիս հայտնի տեղը, բայց կուզեմ իրար հետ ընթերցենք, միջև որ գամ ուշադրություն դարձելու ընթերցանությանը, խրատելուն եւ ուսուցանելուն։ Գիտես, Պողոս առաքյալը նամակ է գրում Տիմոթեոսին, ասում է դեռ չեմ եկել, միջև որ գամ քո մոտ, այս բաներին ուշադրություն դարձելու։ Ինչ է նշանակում ուշադրություն։ Այն որ տնից դուրս ես դուրս գաս, տնեցիք մի բան են ուզում։ Ասում ես բանը հետդ կբերես։ Հա, գնում ես։ Հետո որ գալիս ասում են բերել ես, բայ ուշադիր չէի։ Ուրեմն երկրորդական էր քո համար, առաջնային չէր, որպեսզի Պողոս առաքյալը Տիմոթեոսի ուշադրությունը բերի առաջնային կետին, Աստված քեզ ուզում է քո համար լինի առաջնային ուշադրություն դարձրու սրան, առաջնային լինի սա քո համար, այդ ուշադրությունը առաջնային լինելն է, առաջնային լինի քո համար, միջև որ գամ, ուշադրություն դարձնու ընթերցանությանդ, կարևոր բան էր, չէ որ առաջի կետ, առաջին ինչ էր, կարևոր էր, չէ, օրինակ պատկերացրեք, այս առաջի կարևորը, ինչ որ մի հատ ցուցակ եք անում, որ պիտի գնանք անտառ քեֆանելու, տղեկով ենք, Համար 1, ինչ են գրում։ Միս։ Չեն գրում, չէ՞ դա ամենավերջին։ Այդ առաջնային է, չէ՞ դա առանց մսի ոնց կլի, առանց խորովածի ոնց կլի, չէ՞։ Հիմա այստեղ ինչ է ասում։ Այս ամենաառաջի կետում ինչ է ասում։ Ուշադրություն դարձրու ընթերցանոց կարդալուտ, խրատելուն եւ ուսուցմանը։ Սա առաջնային բաներ էր, որ Պողոս առաքյալը Տիմոթեոսին էր հանձնարարում։ Ամփույթ մի եղի քո մեջ եղած այն շնորհքի նկատմամբ, որ քեզ տրվեց մարգարեությունով, երեցների ձեռնադրությունով։
Միգուցե դու ավակ ես եւ քեզ երեցները ձեռնադրել են։ Միգուցե հովիվը քեզ ձեռնադրել է ծառայության պատասխանատու։ Ասում է, այդ որ քո մեջ կա այդ շնորհքը, դրա հետ անփույթ մի եղի։ Երբ որ քեզ տվել են ձեռնադրությունով, երեցությունով, խմբակի ավակ ես, քեզ ձեռնադրել են, ինչ որ ավակության ծառայության մեջ ես, կամ ինչ որ ձեռնադրություն այլ որ տիրոջից մտնես այդ ծառայության մեջ, ասում անհոգ մի եղի, անփույթ մի եղի, դու անդադար հետևի ուսուցանելուն։ Սրանց մասին մտածիր, սրանց մեջ եղիր, որ քո առաջադիմությունը բոլորին հայտնի լինի։ Ուշադիր եղիր ինքդ քո ուսուցման նկատմամբ, որ դա մեջ հարատևիր, որովհետև այն անելով կփրկես թե ինքդ քեզ, թե քեզ լսողներին։ Ուշադիր եղիր, հարատևիր, ուսուցանման մեջ հարատևիր։ Հարատևությունը դա մի օրվա գործ է։ Հարատևությունը դա մի օրվա գործ չի։ Հարատևությունը, անդադարությունը դա երկարաժամկետ է։ Ու եկեղեցին գիտեք երբ հաթուլանում, երբ որ հարատևությունից ընկնում է։ Երբ որ մի բան անում էր անում, էլ հավես չունի անելու։ Էլ հոգնել, էլ չի կարող անել։ Այդ տեղակորցնում եկեղեցին, որ հարատևությունը հեռանում է։ Ես մի հատ հետաքրքիր պատմություն պատմեմ, որ ես շատ շուտ գիտեի դրա մասին, բայց երեք երբ որ երիտասարդական կոնֆերանսի ժամանակ էինք, մեր խոսնակը խոսեց դրա մասին։ Մեկ հատ զույգ ա լինում, որ գնում է Աֆրիկա ավետարան քարոզելու։ Միսիոներական ծառայություն ա լինում, որ գնան ժողովրդին Աստծո խոսքը հասցնեն։ Եվ այս զույգերը երբ որ գնում են, ոչ մեկը նրան չի լսում Աստծո խոսքը։ Բոլորը մերժում են։ Մի երեխա մի օր բերում է ձուկ ծախելու եւ ասում է, որ ձուկա բերում վաճառելու, մարդիկ պայմանավորվում են իր հետ։ Մենք քեզ Աստծո խոսքը կարդում ենք եւ քեզանից ձուկ ենք գնում։ Մենք քեզանից Աստծո խոսքը կարդում ենք եւ քեզանից ձուկ ենք գնում։ Այս երեխան համաձայնվում է, որ Աստծո խոսքը լսի, որ իր ձուկը վաճառվի։ Ու տենց երկարատև իրան անդադար Աստծո խոսքը կարդում են։ Ու կար ժամանակ հետո այս միսիոների կինը մահանում է եւ ինքը ընկնում է սկսում է ոգելից խմիչքներ օգտագործել եւ այդ երեխան որ ծնված է լինում իրենց շատ փոքր երեխա է լինում այս աղջկան իրանք վերցնում են տալիս ուրիշ միսիոներներին որ այդ երեխան չմահանա որովհետեւ այդ մարդը ամբողջովին կորցնում է իրան իրանց հետ են կանչում այդ միսիոներներին այդ կինը արդեն մահացած այդ երեխային ուրիշին տված իսկ այդ միսիոները արդեն ամբողջովին թուլացել է եւ բան չի անում էլ ուշադիր չի կարողանում ծառայել որովհետեւ ինքը արդեն իսկ ընտանիք ամբողջովին քանդվել է։ Ու այդ աղջիկը երբ որ դառնում է 17 տարեկան, գնում է մի հատ մեծ համաժողովին, ու այդ համաժողովի ընթացքում լսում է, որ այս խոսնակը վկայում է իր կյանքը։ Երբ որ վկայում է իր կյանքը, պատմում է նրա մասին, որ ես փոքր երեխա էի եւ ժամանակ կար, երբ որ ես ձուկ էի վաճառում Եվ մեկ միսիոներներ սկսեցին ինձ պատմել Հիսուսի մասին։ Այս փոքր երեխան դառնում է եպիսկոպոս, այդ տարածքում տասնյակ եկեղեցիներ է բարձրացնում, հզոր Աստծո ծառայող է դառնում։ Գիտես, քեզ թվում է, թե դու մի հոգու Աստվածաշունչ ես կարդում, միգուցե քո թոռնիկին, եթե ուզես։ Միգուցե ինչ որ մի հատ երեխա է, ինչ որ մեկին ուղղես Աստծո խոսքով։ Դու թվում է, թե քեզ որ երբ որ դու իրան ինչ որ պտուղ չի տա, բայց դու չգիտես, որովհետև Աստծո խոսքը ունի պատղաբերության զորություն, իր մեջ է այս զորությունը, եւ ինքը կարա նենց պտուղ բերի, որ դու չպատկերացնես էլ։ Շատ ժամանակ երբ որ մենք Աստծո խոսքը կարդում ենք ու շատ մարդիկ դժգոհ են մեզանից, օրինակ քո խմբակի ավակ ասում է քիչ ես կարդում Հովիվն ասում է ընթերցանությանը ուշադիր դարձրու ես առավոտ ծիրգու կարդում եմ ինձ ասում են ուշադիր դարձրու Մի հատ հետաքրքիր պատմություն էլ պատմեցին այդտեղ նորպես այդ պատմությունն էլ է ինձ կպել երբ որ մի հատ հայտնի երաժութակահար բարձրանում է բեմ եւ այդ իր բան համերգը տալիս է ամբողջ հանդիսատեսները ուրախանում են, փառաբանում են, երկրպագում են իրար, որ մալադետ ինչ լավ բան արիր, նվագեցիր, բայց ես երաժիշտ ես բան շատ տխուր ա լինում։ Ու ասում են դու ինչի համար ես տխրել։ Ամբողջը քեզ են ծափահարում, այս ծափահարությունները քեզ է պատկանում։ Ինչն է պատճառը, որ դու տխրել ես։ Ասում ամբողջը ինձ ծափահարում են, բայց իմ ուսուցիչը
դժգոհ է ինձանից։ Ու ավելի ես իմ ուսուցչի աչքերին եմ նայում։ Գիտես, ժամանակ կա, որ ինչ որ մեկը քեզ հավատքի մեջ բարձրացնում է եւ անդադար քեզ ասում է կարդա, ոնց որ դու գիտես ինքը քո այդ բանը լինի, sense խանգարողը լինի։ Երբ որ դու իրան հանդիպում ես, ինքը քեզ ասելու է կարդա։ Կարևորն է այն մարդը, ով քեզ բարձրացնում է, ով քեզ տանում է այդ ուսուցիչը, սովորացնողը, գոհա քեզանից։ Բոլորը կարան քեզ ծափ տան, ասեն, «Էս ինչ լավն ես»։ Բայց շատ ժամանակ քո ուսուցիչ քեզանից գոհ չի, որովհետև դու քո ընթերցանությանը կամ միգուցե քո հոգևոր կյանքին մի քիչ մատերի արանքով ես նայել։ Դրա համար ուշադրություն դարձնենք մեր հավատքի այդ երկու ոտքերի վրա։ Եթե դու ուզում ես լինես հավատքի մարդ, դու պիտի ուշադիր լինես, որ քո ոտները չկաղի։ Որովհետև ժամանակ է գալիս, որ մենք կորցնում ենք երկու ոտքերը եւ դառնում ենք բառից բուն իմաստով հաշմանդամ։ Մի հատ նկարել ենք, կարանք դնենք։ Շատ ժամանակ մենք ծնկում ենք։ Դες Աստծո խոսքն ասում է, արդարը եթե ծնկի էլ, լավ չի որ ծնկելա։ Կա ժամանակ մեր կյանքում եղել է, որ հավատքիդ մեջ մի ամիս նստել ես, չես տեղաշարժվել, որոշել ես մի ամիս նստակյաց լինես, որովհետև ոչ աղոթքի կյանքը կա, ոչ էլ խոսքի կյանքը կա եւ դու չես կարողանում տեղաշարժվես։ Դրա համար մենք պիտի ուշադրություն դարձնենք մեր հոգևոր երկու ոտքերին, դա աղոթքի եւ խոսքի կյանքն է։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ես կուզեմ նորից կարդամ Ովսե մարգարեություն 6:6, որովհետև ողորմություն եմ ցանկանում ոչ թե զոհ, Աստծու ճանաչում ոչ թե ողջակեզեր։ Ինչ ասում, ասում ես Աստծուն ճանաչելություն եմ ցանկանում, ոչ թե շատ զոհեր։ Դե գիտես մենք զոհ ենք անում, եկել ենք եկեղեցի զոհ ենք անում, Աստծո տան մեջ զոհեր ենք անում, Աստված ասում է ես քո զոհերը չեմ ուզում։ Ես ուզում եմ դու ճանաչես ինձ։ Քո զոհերը այդքան բարձր չի։ Քո ճանաչելությունն է բարձր քո զոհերից։ Երբ որ դու ճանաչելության մեջ առաջ անցնես, քո զոհերը քեզանից հետո կգան։ Բայց ավելին Աստծո սիրտը ուրախանում է, երբ որ մենք փորձում ենք Աստծուն ճանաչելու մեջ ավելի տեղ կա ավելի ճանաչելու մեջ։ Ու պիտի ուշադիր լինես քո ճանաչելությանը։ Կա չէ մարդիկ, երբ որ զույգեր են շփվում, ու մեկ էլ տենում ես իրար չհասկացան, բաժանվեցին։ Այդ ձև մարդիկ էլ կա, որ Աստծո հետ գալիս են երկու, գիտեն թե իրանք Աստված պիտի իրանք 3 հատ կարիքներ անեն ու ասեն հաջող մենք գնացինք։ Աստված այդ ձևի ճանաչողություն չի ուզում։ Աստված ուզում է, որ դու ճշմարիտ Աստծուն ճանաչես եւ սկսես նրա հետ խորը հարաբերությունների մեջ մտնես։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Միտեղ ել կուզեմ կարդամ Առակաց 8-րդ գլուխ 10-րդ խոսքից։ Իմ խրատը առեք, ոչ թե արծաթը, եւ իմ գիտությունը քան թե ընտիր ոսկին։ Իմ խրատը առեք, ոչ թե արծաթը, նայեք, Աստծո խրատը համեմատում է արժեքի հետ։ Արծաթը եւ խրատը, ասում եմ, երբ որ դու արծաթի հետևից ես գնում, ավելի լավ է խրատը վերցնես։ Իսկ ինչ ասում, գիտությունը քան թե ընտիր ոսկին։ Աստծո խոսքը ոսկուց առավել է։ Բայց ես ձեզ մի բան ասեմ, եթե ձեզ ոսկի տան, ու մեկ էլ ասեն Աստծո խոսք են կարդում, անկեղծ եղի քեզ հետ, մի պատասխան այդ հարցին, որը վեկ ունես։ Ասեմ ես ոսկի վեկ ունեմ, որպեսզի այդ պատասխանը քո մեջ բան չանի։ Բայց վատ է, որ ես ոսկի վեկ ունեմ։ Ուրեմն ինձ բան ունեմ փոխվելու, տեղ ունեմ շտկվելու։ Մենք առավել նյութականի հետևից են գնում։ Այսօր ում էլ ասեն արի կես ժամ քո համար Աստվածաշունչ կարդամ, թե մի հատ ոսկի մատանի, բերեք անկեղծ լինենք, բոլորս կգնանք այդ մատանի հետևից։ 200,000 դրամանոց մատանիա, դրանից հետո ես խոսքը կկարդամ։ Դրանից հետո էլ խոսքը կարող է չլինի։
Մենք պիտի անկեղծ լինենք, ինչ արժե համակարգ է քո ներսում Աստծո խոսքի նկատմամբ։ Ինչ արժեք է։ Արժեք է ընդհանրապես։ Բա արժեքի հետ տենց են վարվում։ Եթե իրականում Աստծո խոսքը քո համար արժեք լինի, դու իր հետ արժեքավոր բանի նման կվարվես։ Արժեքավոր։ Ինչ ընդունես քեզանից։ Համեմատում է ոսկի եւ արծաթի հետ, որովհետեւ իմաստությունը գոհարներից լավ է եւ բոլոր ցանկալի բաները չեն կարող հավասարվել նրան։ Իմաստությունը լինում է տարիների ընթացքում։ Աստծո խոսքում միտեղ կասում է գնացեք ծերերի մոտ իմաստություն սովորելու իմաստությունը գալիս է փորձառությունից։ Այո, Տերն էլ կարող է երիտասարդին օծի իմաստության մեջ առանց փորձառության, որ այդ երիտասարդը լինի իմաստուն, հասկանալու, բայց իմաստությունը գալիս է փորձառությունից։ Եվ այդ փորձառության մարդկանց մոտ մենք պիտի գնանք։ Օրինակ վերջի անգամ երբ ես գնացել մի հատ տարիքով մարդու փորձել քո իմաստությունը մի քիչ զարգացնես, ասես պատմի քո տարիների ընթացքից, օրինակ ընտանեկան հարաբերությունների մեջ, օրինակ ինչ որ միտեղ գնաս եւ իրանից ինչ որ իմաստություն սովորես, որտեվ իմաստությունը այդ տարիների մեջ է։ Խորհուրդ եմ տալի գնա, շատ լավ օգնում է, իմաստությունդ կավելանա, բայց ասում է իմաստությունը գոհարներից, գոհարները գիտեք, չէ՞, մարգարիտներն են, ժեմչուկը։ Նորից բերում է արժեքի հետ համեմատում։ Ինչը Աստծո խոսքը, գիտությունը ոսկու հետ, Աստծո խրատը արծաթի հետ, իմաստությունը մարգարիտի հետ, ուզում է մեզ հասկացնի արժեքը, որ մենք ընկալենք արժեքը։ Իսկ մենք չենք կարողանում Աստծո խոսքի արժեքը ընկալենք, որպեսզի քեզ հասկացնի, այն որ կա, չէ՞, sense մի բան, երբ որ երեխեն մաթեմատիկայից թույլ է եւ հարց ես տալի։ Նա մանավանդ որ առաջի դասարանում է։ Մի խնձոր դու ունես, մի խնձոր էլ ես եմ տալի։ Սկսում է խնձորների փորձարկումը։ Այստեղ խնձորների խաղը, որ մենք ընկալենք Աստծո խոսքի արժեքը։ Մեզ այդ խնձորներով խաղում է։ Ու ժամանակ առ ժամանակ Աստծո խոսքը արժեք չի լինում մեր համար։ Որտեւ եթե արժեքը լի կշփվես իր հետ, կկարդաս իրան, գլխի տակին կդնես կքնես, առավոտը կգրկես։ Տենց ենք չի անում հեռախոսին։ Իրիկունը գրկած քնում ենք, առավոտը գրկած հելնում ենք, ամբողջ օրը գրկած ման ենք գալի։ Դե արժեք է։ Զգում ես որ տեղը փոխվել արժեքի։ Արժե համակարգը փոխվել է հավատքի մարդկանց, հավատքի եկեղեցիներին։ Այսօր հեռախոսը գրկել մանգալը ավելի արժեքավոր է, քան Աստծո խոսքի հանդեպ։ Այդ բան ունենաս։ Հեռախոսը ձեռից տնի պիտի չգիտեմ երկու հատ վալերյան կախմես, որ սրտիդ ռիթմերը գա հավասարվի, հնգավ հեռախոսես։ Աստվածաշունչը ձեռից տնի նույն ձետ կլնես, փոխվել արժե համակարգ, փոխվել արժե համակարգ։ Ես ուզում եմ մենք հետ դառնանք իրական արժե համակարգին, որ քո համար Տիրոջ խոսքը ավելի արժեքավոր լինի, քան ոսկին, քան արծաթը։ Ամեն, փառք Հիսուս Քրիստոսին։ Ես կուզենամ մի տեղ էլ կարդամ Եսայի մարգարեություն 2-րդ գլուխ 2-րդ խոսքից։ Այնպես պիտի լինի վերջի օրերում, որ Տիրոջ տան լեռը պիտի հաստատվի լեռների գագաթին, պիտի բարձրանան բլուրներից վեր, եւ պիտի բոլոր ազգը պիտի փութան դեպի նրան։ Բազում ժողովուրդներ պիտի գան եւ ասեն. եկեք լսենք, եկեք ելնենք Տիրոջ լեռը, Հակոբի Աստծո տունը, եւ նա մեզ կսովորեցնի իր ճանապարհները, եւ մենք կգնանք նրա շավիղներով։ Գիտես, ասում է, վերջի օրերում Տիրոջ լեռը ավելի բարձր կլինի։ Ժողովուրդ կգան այդ լեռը եւ ինչ կասեն. եկեք սովորենք։ Հիմա վերցնենք սովորել բառը։ Բոլորս գնացել ենք դպրոց։ Ինչ է նշանակում գիտություն իմանալ սովորել։ Նախ եւ առաջ երբ որ դու լսում ես սովորել բառը, միանգամից քո աչքի առաջ է գալի թուղթը եւ գրիչը։ Օրինակ դու ունես քո աստվածաշնչյան ուսումնասիրությունը թուղթ ու գրչի եղանակով։
Եթե դու սկզբից մենք քրիստոնյաներ չենք եղել, ասում եմ, եւ աշակերտները առաջի անգամ Անտիոք քաղաքում կոչվեցին քրիստոնյաներ։ Ով կոչվեց քրիստոնյա։ Դու աշակերտ ես Հիսուսի։ Դու քեզ աշակերտ ես համարում։ Դու գոհ ես քո սովորելու աստիճանից։ Դու գոհ ես քո Աստծուն ճանաչելու աստիճանից։ Դու գոհ ես քո ճանաչելության փոխհարաբերությունից։ Դու աշակերտ ես քեզ համարում։ Լավ, եթե աշակերտ ես համարում, լավ աշակերտ ես։ Լավ ես սովորում։ Եվ Աստծո խոսքը ասում է, աշակերտը վարդապետից բարձր չի լինի, սովորում ես արդյոք։ Թե լրիվ գիտես Աստծո մասին։ Երբ որ դու սկսես Աստծուն, սկսես ուսումնասիրություն անես Աստվածաշունչը, դա սկսելու է քեզ ապրեցնելը, քո ճանաչողությունը փոխվելու է։ Աստծո կենթանի խոսքն է, որ մեզ փոխում է։ Գնա սկսի մի բառ վերցրու, սկսի ուսումնասիրություններ անել։ Օրինակ, կարաս գնաս 15 հատ կետ հանես, ինչի չպետք է բարկանա մարդը։ Կամ ինչի պիտի բարկանա մարդը։ Կամ բարկությունը մեղք է, թե չէ։ Կամ ամուսնության վերաբերյալ, կամ չգիտեմ, մի թեմա եկալ։ Եվ ման արի Աստվածաշնչում։ Դու կտեսնես, որ քեզ կունենաս պաշար։ Երբ որ ունեցար պաշար, Աստված քո մոտ ուղարկելու է մարդիկ։ Գիտես ինչի համար։ Որ խորհուրդ տաս Աստծո խոսքից։ Դու լինելու ես մարդ լցվող եւ խորհուրդ տվող։ Բայց երբ որ պաշար չունես, գիտություն չունես, ու ասում եմ իմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով վերացան, ցեղասպանության ենթարկվեցին, փրկվեցին, չգիտեմ այդ բառը ոնց ասեմ, բնաջինջ եղան, ջնջվեցին, բնական վիճակից ջնջվել, բնաջինջ եղան։ Ում ժողովուրդը։ Աստծո ժողովուրդը, որը որ մենք ենք։ Ուշադրություն դարձրու քո աշակերտության աստիճանին։ Ինչպիսի աշակերտ ես դու։ Գիտեք, չէ՞ կա բան, ցենց աշակերտներ, որոնք որ կուրսի գերազանցիկներն են, դասարանում գերազանցիկներ են։ Նրանք սովորում են անվճար։ Նրանց համար ամեն ինչ վճարված է։ Շատ լավ է, որ դու լինես գերազանցիկ աշակերտ։ Չլինես գերազանցիկ աշակերտ առանց սիրո, լինես գերազանցիկ աշակերտ սիրով լցված։ Ու քո աստվածաշնչյան ընթերցանությանը հետևիր, որովհետև դա հզոր ոտք է, որ քո այդ հավատքի լեռը բարձրանալու համար քեզ հզոր օգնական է։ Ուշադրություն դարձրու այդ ոտքին։ Մյուս կիրակի մենք խոսանք աղոթքի ոտքի մասին, որ ինչքան կարևոր է, որ դու լինես աղոթքի մարդ։ Եվ աղոթքը նույնպես մեզ օգնում է, երբ որ խոսքի ոտքը կթուլանա, աղոթքի ոտքը քեզ առաջ կտանե։ Գիտես այն մարդիկ, ովքեր չեն կարողանում Աստծո խոսքը հայտնություններով չկարդան, ժամանակ հետո իրանք չեն կարողանում քարոզներ լսեն, հոգնում են։ Իրանց համար էլ ախորժալի չի։ Օրինակ ժամանակար դու շատ լավ լսում ես դերեկպրիսի քարոզները։ Հիմա չես ընկալում, միտքդ չի բռնում, հայտնություններ չունես, որովհետև ախորժակդ փակվել է եւ հոգեվոր վիճակդ քեզ զորով պահում է։ Ուր գնաց քո ախորժակը խի փակվեց։ Գիտես, ախորժակը փակվել է մեզանից է կախված։ Դու սկսի ուտել, տես ոնց է բացվում ախորժակը։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ես կխնդրեմ մեր դաշնակահարը գա սկսի երկրպագել մեր Աստծուն։ Ես կամանց մոտենում եմ ավարտին իմ քարոզը։ Գիտես, չգիտեմ դու այս քարոզից ինչեր կվերցնես, բայց իմացի, որ մեր ոտքերը պիտի ամրանա, որ բարձրանանք այդ հավատքի լեռը։ Միտեղ Աստծո խոսքում գրված է, որ եթե դու Աստծո խոսքը պրպտես ինչպես արծաթ նայես, ինչպես պրպտես ոնց որ փնտրես գտնելու համար։ Հիմա պատկերացրու քո տան մեջ կորցրել ես քո ոսկե մատանին, այսօր շատ խոսացինք ոսկուց, մատանից, կորցրել ես մատանիդ ու չես գտնում, տունը ինչ վիճակի կլինի։ Եթե դու տունը կորցրել ես քո ոսկի մատանին ու չես գտնում, տունը ինչ վիճակի կլինի։ Ասում եմ, եթե դու պրպտես, փնտրես, մարդկա Աստվածաշունչը բացում ես, սպիտակ,
ոչ մաշվելա, ոչ մի բան չկա, հարդարված։ Եթե դու Աստվածաշունչը պրպտող լինես, քո ամբողջ Աստվածաշունչը նշումներ ա լինելու, տեղեր ա լինելու, ու այդ տեղերը չի լինելու մի տարի առաջ ու պրծած, շատանալու ա, որտեվ շատ ժամանակ մենք մի 5 տարի առաջ լիքը նշումներ ենք այլ Աստվածաշնչում, փակել դրել իր տեղը, նշումներ արած Աստվածաշունչը։ Դու պիտի փնտրես Աստծո խոսքը, ու գիտես ամեն ինչի նյութը նրան ներսում է, երբ որ ճզմում ես, դուրս է գալիս։ Մենք աստվածաբանական համալսարանում sense մի հատ բան ենք լսել, պատմություն, ասում է, երբ որ ուսուցչի ոտքի վրա կանգնում է աշակերտը, սկսում է աստվածաշնչյան կետեր ասել, որովհետև դրանով է լցված։ Ինչով որ լցված եղար, նեղ ժամանակների մեջ սկսելու այդ դուրս գալ քո բերանից։ Լցվի ճիշտ բաներով։ Այսօր ինտերնետային այդ ժամանակը, որ գողանում է Աստծո ժողովրդից, բնաջինջ անում Աստծո ժողովրդի։ Ինտերնետային ժամանակը քեզ բնաջինջ անում։ Դու գիտությունը չես զարգացնում, գիտությունը չես ունենում։ Հետևիր քո ինտերնետային կարգ ու կանոնին։ Մտել ես ինտերնետ, միգուցե մի կես ժամանակ դուրս գաս։ Բայց օտնենց չլելի, որ օրը մի 16 անգամ կես ժամով մտնես։ Ուշադրություն դարձու քո ընտեր սահմանափակում դիր քո վրա։ Կա սենց հասկացողություն հեռախոսի մեջ, տենց ֆունկցիա կա, ռադիցիլսկի կոնտրոլ։ Ծնողի վերահսկողություն, երևի։ Ես դրել եմ իմ երեխաներից փոքրի վրա, որ իր ինտերնետային կյանքը ես հսկեմ։ Եվ որ պրծնում է, էլ պետք չի։ Միգուցե դու քո վրա դնես վերահսկողություն ինտերնետային կյանքիս։ Ես իմ վրա դնում եմ, ժամանակ առ ժամանակ, մերժում եմ ամբողջովին։ Հետո զգում եմ, որ թուլացել եմ, նորից եմ մերժում։ Դա մի բան է, որ մենք պայքարում ենք, որ մեր ժամանակը չտանք, որտեվ Աստծո խոսքն ասում է վերջին օրերում չար ժամանակներ կգան, որ մարդիկ կլինեն ինքնասեր, անբարտավան, հպարտ, հայհոյիչ, այս ամեն ինչը որ ասում է, այսօր մեր երկրի մեջ է, մեկը մեկի մի լավ բան չի ասում։ Գիտես, ինձ մի հատ հայտնություն էր ծնվել առավոտ շուտ, երբ որ բանը Իսրայելի ժողովուրդը, Աստծո ժողովուրդը մերժեցին Աստծուն եւ թագավոր ուզեցին, մերժեցին Աստծուն, թագավոր ուզեցին, եւ Սավուղը թագավոր եղավ, բայց Սամուելը ասավ, դա քեզ չեն մերժում, Աստված ասավ, դա ինձ են մերժում։ Այսօր նայի քո թագավորին հետևելու, միգուցե դու այնքան ես քաղաքականությունով տարված, որ Աստծո խոսքը մերժել ես, թագավորին ես ընտրում։ Ու Աստված ասում է, դա ինձ եք մերժում, որովհետև մերժում ես Աստծո խոսքը, սկսում քաղաքականության մեջ մտնելը, ով ում ինչ ասեց։ Թագավորին ես, թագավորի կողմ ես գնում։ Թագավորի համար մենք պիտի աղոթենք, թագավորի համար մենք պիտի աղոթենք, որ աստվածահաճո օրենքներ եւ որոշումներ կայացնեն։ Բայց մեզ պետք չի ամբողջ օրը հետևել նրանց պետք։ Մենք հետևելու տեղ ունենք։ Հիսուսն ասավ ինձ հետևեցեք։ Մեր հետևելու տեղը կա։ Իսկ հետևելու գիրքը Աստծո խոսքն է։ Եվ բոլոր առողջ գրականությունը, որը հոգևոր է։ Ուղղակի նայի քո հավատքի ոտքերին։ Այդ ոտքերիդ որն է կաղ, որի վրա վերքեր կան, որն է կարիք ունի բժշկվելու, որը ամրակապելու, նայիր։ Ու թող այն ոտը, որ ինչ որ խնդիր ունի, թող այս շաբաթվա ընթացքում դու Աստծո խոսքի մեծ քանակի ընթերցանությունով այդ ոտքը ամրացնես։ Թե չէ հոգևոր հաշմանդամությունը մեզ համար պատրաստ է լինելու։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ ես կռիվ ունեմ, վեճ ունեմ այս երկրի ժողովրդի հետ, որ մերժում են իմ օրենքը։ Մենք չլինենք մարդ, որ մերժենք Աստծո օրենքը եւ կռիվ եւ վեճ առաջացնենք մեր տարածքի եւ Աստծո մեջ։ Թող Աստված մեր պատճառով օրհնի մեր տարածքը։ Ասում եմ, եթե ժողովուրդը դարձի գա, փոխվի, Աստված էլ կօրհնի։ Ինչպես դարձի գա, եթե դարձի գալը պետք է սկսի հենց իր տնից։
իր տան մեջ են ժողովուրդը բնաջինջ լինում, որտեղ գիտություն չունեն, որտեղ աշակերտությունը հեռու ենք տարել, այլ աշակերտներ չենք, այլ մեզ պետք չի սովորենք, ամեն ինչ գիտենք։ Աստծո խոսքը ասում է, երբ որ իրար գլուխ եք հավաքվում, եթե մեկը հայտնություն ունի, թող հայտնությունից խոսա, մեկը սաղմոս ասի։ Բայց որ հայտնություն չկա, կամ հայտնությունները քչացել են, որտեղ ընթերցանությունն է քչացել։ Վերականգնի քո հավատքի երկու ոտքերը, թե չէ գլորվելու ենք։ Եկեք կանգնենք ոտքին, աղոթենք մեր Տիրոջը։